Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք եւ այսօր պատրաստելու ենք մի կերակրատեսակ, պատրաստելու ենք պահքի կերակուր։ Այսօր ինձ օգնելու է այդ կերակրատեսակը պատրաստելու կամ ես եմ օգնելու, հա, Աննա Մաթևոսյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի հավաքվար պետ եւ դասվար։ Ողջույն։ Աննա, ինչպես ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես տեսնում եմ տրամադրությունը բարձր է, պահում ես։ Ոչ։ Ահա։ Որ խոհարարն է պահում, որ դու պահես։ Ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք դդմաճաշ։ Բաղադրիչները պարզ են, դդում, գազար, ծիրանիչիր, գլուխսող եւ մեծ քանակությամբ սեր։ Մեծ քանակությամբ սեր։ Ամենակարևոր համեմունքը։ Այո։ Ինչով կարող եմ օգնել նախ։ Թերևս այդքան աշխատատար կերակուր չի, ընդհանրապես պետք է բանջարեղենները կտրատել խոշոր չափի եւ դնել միասին, որպեսզի խաշվեն։ Անցնենք կտրելուն, երևի ես ընտրեմ դդումը, դուք կտրեք գազարը։ Կտրեմ գազարը, չես պահում պահք, որովհետև դու հենց մասնագետ ես մսի տեխնոլոգ դրանից է, դա։ Ճիշտն ասած ոչ մի անգամ չեմ պահել, անգամ այն ժամանակ, երբ որ դեռ չէի որոշել մասնագիտությունս։ Բայց այնպես էլ չի, որ մսակեր եմ։ Այսինքն յուրաքանչյուր Մանավանդ երբ որ ավելի խորացար մսի որպես տեխնոլոգ, հա։ Երբ որ ավելի խորացա որպես տեխնոլոգ, որոշ բաներ փորձեցի ուտել, որոշ բաներ սկսեցին դուրս չգալ, չգիտեմ ինչի հետ է կապված դա, միգուցե ավելի շատ հոգեբանական վիճակ է, բայց ամեն դեպքում միշտ մսակեր չեմ եղել, այսպես ասած, անգամ այն ժամանակ, երբ որ դեռ մասնագիտությունս չէի ընտրել։ Աննա Մաթևոսյան Ագրարային համալսարանի ունկնդիր է եւ մասնագիտությունը մսի տեխնոլոգ։ Մսի տեխնոլոգ, այո։ Պարզ է։ Բոլորը միասին տեղափոխում ենք կաթսան, ջուրը լցնում ենք այնքան, որ ծածկի միայն մթերքները, ոչ ավել, որովհետև մեզ հարկավոր է, որ այն համը, որը ունի մթերքը, գոլորշու տեսքով դուրս չգա կերակուրի մեջից։ Շատ լավ հետաքրքիր բաղադրություն է ընտրված, այսինքն ընտրված ասելը մի քիչ հարաբերական է, որտեղ այս կերակրատեսակը իրականում կա, առկա է Շիրակի բնորոշ նորից այդ մեր խոհանոցում, դդմաճաշ է կոչվում, չէ՞։ Շատ այսպես կարծիք կա, հենց մսի հետ կապված, մարդիկ կան, որ ընդհանրապես բուսակեր են եւ իրենք բնականաբար քարոզում են, որ շատ լավ է եւ այլն, որպես մասնագետ դու ինչ կասես դրա այդ առումով։ Ինքս ճանաչում եմ այդպիսի մարդով բուսակերա եւ ընդհանրապես միշտ չի ուտում, պատճառը ոչ թե նա է, որ մսի հանդեպ ինչ-որ հակակրանք ունի, ուղղակի համը դուրը չի գալիս, ոչ թե այդպիսին ու ասենք ոչ մի խնդիրներ չունի, ձուկ ուտում է, ձու ուտում է, խոսքով։ Բայց այնուամենայնիվ կենդանական սպիտակուցը մեր օրգանիզմի անպայման պետք է, չէ՞։ Կենդանական սպիտակուցները, կենդանական միսը պարունակում է բոլոր B խմբի վիտամինները, որը մեր օրգանիզմի համար անփոխարինելի են։ Բոլոր անփոխարինելի սպիտակուցները մսի մեջ կան, դրա համար էլ մենք մսակեր ազգենք։ Դե այդպես ես մի քիչ խուսափում եմ այդպես բնորոշել։ Միգուցե ուղղակի դուք շատ միշտ չեք օգտագործում, դա է պատճառը։ Չէ, ինչու, մենք հատկապես այդ վայրի ուտելի բույսերի առատությունը եւ ճանաչելիությունը մեզ հակառակի մասին է հուշում։ Մենք չասեմ ամենակեր ենք, բայց մեր խոհանոցը իմ կարծիքով ամենահավասարակշռված, աշխարհի ամենահավասարակշռված խոհանոցներից մեկն է, որտեղ եւ մսամթերք։ Այո, եւ մսամթերք կա եւ վայրի ուտելի բույսեր ենք շատ օգտագործում։ Տապակենք նաեւ սոխը։ Ես վերցնեմ տապակը։ Ես կուզենայի, որ որոշ առումով այդ կենդանական ծագման մթերքների մսի մասին մի քիչ մի երկու բան խոսենք, որովհետև սա նույնպես կարևոր հանգամանք է, երբ որ մենք քարոզությունը տանում ենք դեպի այն տեղ, որ
բացառենք միսը բան այդպես իմ կարծիքով դա էլ ճիշտ չէ։ Ոչ, բացառելը միանշանակ ճիշտ չի, որովհետև միսը իր մեջ պարունակում է սպիտակուցներին համարժեք բոլոր լիարժեք ամինոթթուները, անփոխարինելի ամինոթթուները, որոնք մեր օրգանիզմի համար ուղղակի կարևոր դեր են խաղում եւ առողջության համար, եւ նյութափոխանակության համար, եւ որպես այդպիսին միսը ընդհանրապես սննդակարգից հանել դա սխալ է։ Ուղղակի անհրաժեշտ է չափավոր օգտագործումը եւ կախված մսի տեսակից, որ ինքը լիարժեք եփված լինի, որ կենթանին հսկողություն անցած լինի, նախքան սպանդի ենթարկելը եւ անպայման Սպանդը նույնպես արդեն սանիտարահիգիենիկ հսկողություն։ պայմաններում պետք է տեղի ունենա անպայման սպանդը, որովհետեւ այն ինչ որ կենթանու հետ է եղել հա այդ միսը կերակրված միսը նույնը նաեւ շատ հանգիստ անցնում է մեր օրգանիզմին, շատ հեշտ եւ դրա համար շատ կարեւոր եւ անհրաժեշտ է սանիտարահիգիենիկ պայմաններում պահել կենթանուն, սպանդի ենթարկել միսը եւ նոր միայն համոզված լինել, որ կարող ենք օգտագործել։ Այն Պահպանման ռեժիմներն է պետք է ռեժիմները ճիշտ օգտագործել, ապահովել։ որը ապահովում է մեզ միայն սպանդանոցը, այնտեղ մորթելուց հետո տաք միսն է, հետո գալիս է հետմահու փայտացում եւ հասունացում, շատ ժամանակ այդ ռեժիմները մի քիչ խախտվում են, մենք որպես այդպիսի միսը չենք էլ ճանաչում, որ ինքը հասունացած միս է, թե հետմահու փայտացած միս, որովհետեւ ոչնչով չի տարբերվում։ Միայն եփվելու ժամանակ երևում այդ տարբերությունները, երբ որ շատ ուշ է եփվում կամ ընդհանրապես ձիգ է ինքը միսը, որը կախված է եւ կենթանու տարիքից, եւ սեռից, եւ բթվածությունից, եւ իհարկե պահպանման ռեժիմից։ Հիանալի, հիանալի։ Ահա, հիմա Z դնենք։ Ես ուզենայի նաև, որ մենք խոսենք այլ օրինակ որքան չափաբաժին, որքան հաճախականությամբ կարելի է օգտագործել միսը, որքան հաճախականությամբ։ Ասեմ, որ յուրաքանչյուրի մոտ տարբեր են։ Յուրաքանչյուրը պետք է իր օրգանիզմը կարողանա ճիշտ հասկանալ, որպեսզի ճանաչել, հետևել, թե ինչն է նրան օգտակար, ինչը ոչ, որ նոր կարողանան օգտվել տվյալ մթերքից, ենթադրենք, ասենք մսից, որովհետև մենք գիտենք, որ շատ միս օգտագործելը արյունը խտացնում է, ինֆարկտներ են շատ տեղի ունենում, ինչը Հայաստանի Հանրապետությանը բնորոշ է։ Եվ նաև խորհուրդ կտամ ամենաառաջնայինը, որ օրգանիզմը ճանաչեն, հասկանան աշխատելը, նոր միայն օգտագործեն մթերքները։ Աննա ջան, ես ուզում եմ այդ խորհուրդը, որ ասացիր, հատկապես այս վերջի ժամանակաշրջանը իրավացիորեն մեծ այսպես շարժում ասենք կամ ընդհանրապես շրջանառվող այս կարծիքը սպանդանոցային մորթը թե փողոցային եւ դրա հետ կապված այդ ռիսկերը, վտանգավորությունը։ Բնականաբար առանց մտածելու պատասխանը պարզ է, սպանդանոցային միս է պետք օգտագործել, մանավանդ հասարակական սննդի օբյեկտները, ու ցանկալի է նաև անհատները, ովքեր տան համար են գնում միսը, Այ գունային ինչ-որ վիզուալ տեսողական օրգաններով կարելի է տարբերել այդ փայտացման հետ մահու փայտացում, այլ հնեցում եւ այլն, կամ վիզուալ կամ օրգանոլեպտիկ ինչ-որ շփվում։ Ուրեմն ասեմ օրգանոլեպտիկ տարբերակը նույնն է, նույն ձև կարող ես հասկանալ մսի թարմությունը, ձեռքով փոսիկ ես անում, եթե վերականգնվեց ուրեմն միսը թարմ է, եթե ոչ ուշ է վերականգնում, ուրեմն կասկածելի թարմ կամ ոչ թարմ։ Այդ փայտացման process-ը դրան արդեն Փայտացում արդեն բառը ինքնին ասում է, միսը արդեն ձգված է լինում եւ այդ փոսիկն էլ անգամ չի առաջանում փայտացած ժամանակ, շատ թյուր կարծիք կա, որ ասում են, որ նոր մորթած միս գնանք բերենք, պատրաստենք, թարմ ուտենք, չէ, այդքան էլ այդպես չի, որովհետեւ ժամանակը հարկավոր, որպեսզի սպիտակուցները, որը իր մեջ պարունակում է միսը, բացվեն, վերածվեն ամինոթթուների, որն էլ հենց տալիս է մսին համարժեք համը, հոտը եւ գույնը։ Դու միշտ նշում ես, որ թարմ միսը չունի զրկված, այսինքն բացակայում է համու հոտ չունի, ունի ուժեղ ջրակլանում, այսինքն իրան ինչքան ջուր տասենք վերցնում է, շատ հարմար է քյուֆթա ծեծելու համար, որովհետև ջրակլանում շատ ուժեղ, դա միայն տաքմսի ժամանակ։ Հետմահու փայտացման ժամանակ ոչ մի առավելություն չունի, ոչ համ ունի, ոչ հոտ ունի, ոչ էլ ջրակլանում։ Նոր թողնում են հասունացման, հասունացած ժամանակ նոր միսը ունենում է եւ իրեն համարժեք համը, եւ հոտը, եւ գույնը։ Ապրես դու
սկսեց եռալը, մեզ քանի րոպե կպահանջվի մոտորապես։ Բանջարեղենների փափկությունից պետք է հասկանանք նրա պատրաստ լինելը, նրանից խյուս ենք ստանալու և սոխարած ենք տապակելու։ Այս ընթացքը կարող ենք օգտագործել և մի հետաքրքիր աղցան պատրաստել, քանի որ այստեղ նկատում եմ գեղեցիկ գունավոր մթերքներ։ Տեղում հենց որոշված աղցան։ Այստեղ մենք արդեն կտեսնենք քո մտահորիզոնը և Դե ինքնին կերակուրը, որը մենք մատուցելու ենք պարզ բաղադրիչներ ունի և որպես այդպիսին և մարսողական համակարգին է օգուտ, քանի որ դդում ենք օգտագործելու և բավականին հեշտ է։ Պատրաստել դրա համար կարելի է գունավոր բանջարեղեններից ինչ-որ մի աղցան պատրաստել։ Շատ լավ, հենց իմ կարիքը կզգաս, ինչ-որ բան կտրելու, չասնելու։ Ձեզ թերևս խնդրեմ դուք սոխը տապակեք, մինչև ես աղցանը կպատրաստեմ։ Սոխից են կողմ ինձ ոչ մեկը ոչի բան չի վստահում։ Չէ, ես այսօր համարձակվեցի և ինքս կտրեցի, եթե նկատեցի։ Աղցանների մասին ինչ կասես։ Կասեմ, որ մենք որպես այդպիսին աղցաններ չենք ունեցել հնում, ինչպես և սկզբից խոսեցինք մենք որպես այդպիսին վայրի ուտելի բույսեր ենք շատ օգտագործել։ Եվ աղցանները հենց այդպես էլ վայրի ուտելի Հենց այդպես էլ առաջացել են ու կամ հենց այդպես են մատուցել սեղանի վրա, կամ աղ դրված, կամ թթու դրված, Այդ պահպանվել է եղինջը մինչև հիմա, այսպես ձեռքով տրորում են։ Աղը լցնում են ձեռքով տրորում և ուտում, այո, որտեղից էլ հենց որ բառն է առաջացել, աղցան, այսինքն աղցանված։ Աղցանիր և կեր։ Այո։ Բայց այնուամենայնիվ նաև կարելի է հասկանալ կամ պատկերացնել, որ ինչից առաջացավ այս աղցանի պատրաստումը, ասիր կերակրատեսակը պարզ բաղադրիչ ունի և մենք էլ ժամանակ ունենք, կարելի է հետամատուցել աղցան։ Այսինքն սա նշանակում է, որ նաև սննդակարգը կամ տվյալ պահի սեղան դրեքը կարող է նաև հուշել, ինչ-որ մի բան պատրաստել, հետը աղցան, որ ճաշակ է, չէ, ավելի, այսինքն ախորժաբեր։ Հա, ու ասենք աղցանը որպես այդպիսին ազգայնություն չունի, ինչ մթերք որ հասանելի է, ինչ որ ունես, կարող ես օգտագործել և դա էլ կլինի հենց քո տարածաշրջանի աղցաններից մեկը։ Դե ազգություն տես, հիմա հունական աղցան ենք ասում, մտածում, որ դա հենց այսպես հնագույն, շատ մեծ ժամանակաշրջանացած աղցան է, բայց այստեղ պիտի նայել նաև կոմերցիոն բաղադրիչը։ Հունական աղցանին պարտադիր պետք է լինի ֆետակի պանիր։ Այսինքն աղցանը հորինեցին, աղցանը քարշակի նման սկսեց տանել պանիրը նայել։ Ու ասեմ, որ նույն բաղադրությունն ունի, ինչ որ մեզ մոտ ամառային աղցանն է։ Ամառային աղցանը, բայց այնտեղ զեյթուն և ֆետակ է, այցի պանիր։ Ֆետա տեսակի պանիր։ Ես կարծում եմ, այստեղ շատ ավելի շահագրգռվածություն կա, այսինքն խոհանոցը նաև քաղաքականություն լինելու ձատ նաև տնտեսական լուրջ բաղադրիչ է, բոլորս հասկանում ենք, և այն, որ աղցանը հանրահռչակվեց և դրա բաղադրությունը հաստատվեց, ուրեմն պարտադիր նաև գնաց ֆետակի պանրի, այսինքն այծի պանրի շրջանառությունը մեծացավ։ Այո, և պահանջարկը։ Պահանջարկը, այո։ Սոխարածին ոչինչ չանեմ։ Ոչ, սոխարածը կարող եք կարամելիզացնել, ուղղակի երանգի և համի համար։ Մի քիչ շաքարավազ դնեմ։ Այո։ Իսկ աղ ոչ։ Աղ կարող եք։ Մի քիչ, չէ։ Մի փոքր, հա։ Եվ շաքարավազ։ Ես կարծում եմ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տապակը հաստ է և ուշ է սառչելու, այս վիճակում վերցնենք, եթե մատուցման ժամանակ կարիք կլինի նորից, որովհետև տաքությունը դեռ կա և տապակման պրոցեսը գնում է, կամ կարող ենք անջատել հենց տեղում։ Շատ ճիշտ ընտրություն արեցիր այն առումով, որ
եթե մտածում ենք, որ դա նաև ախորժապեր պիտի լինի եւ նպաստի մեր ախորժակին, պիտի գույն լինի նախ, չէ։ Այո, Եվ նաև եւ առաջ տեսքը գրավի, հետո նոր այո, համը։ այո։ Կհամեմենք համեմունքները կավելացնենք վերջում, երբ որ հիմնական կերակուրը կմատուցենք, որպեսզի ապրանքային տեսքը չկորցնենք աղցանին։ Ես կարծում եմ ընդմիջվենք մի 2-3 րոպե, 5 րոպե, արդեն մթերքներն էլ ոնց որ թե փափկում են, 5 րոպեից արդեն կարող ենք մատուցել, երկուսն էլ արդեն ասին մատուցել։ Շատ լավ։ Աննա ջան, արդեն ոնց որ թե պատրաստ է, սոխարացնել է պատրաստ, 1-2 րոպե սա էլ է պատրաստ, աղցանին ինչ ենք անում։ Աղցանի համար որոշեցի սոուս պատրաստել։ Կիտրոնը կքամենք, ձետ կավելացնենք, ձիթապտղի։ Մի փոքր էլ, բավական է, կավելացնենք աղը։ Աղցանի սոուս ասվածը, ես կարծում եմ հարաբերական մի քիչ այդպես հասկացողություն է։ Առանցին տալիս ենք, համը վերցնում եմ, լավ խառնենք, որ աղը լուծվի։ Եվ ավելացնենք աղցանի վրա։ Ահա եւ սոուս կոչվածը։ Մի փոքր կոնջոտի սերմեր ավելացնենք եւ խառնենք այն։ Հիանալի, հազարի տերև, տակդեղներ, պղպեղներ, սունկ եւ վերջ, հա։ Եվ ծիրանի չիր Ծիրանի չիր, ահա։ Շատ լավ։ Այստեղ էլ ոնց որ արդեն կանչում Եթե է։ պատրաստ է, փափկել են, մենք կարող ենք արդեն դա տրորել։ Այսպիսի զանգված պիտի լինի, քիչ ջրով։ Խյուս եք պատրաստելու, բայց ոչ այնպես, որ ինքը ամբողջությամբ տրորված լինի։ Մի քանի բաղադրիչներ ցանկալի է, որ Երևան։ Ընդհանրապես ես խուսափում եմ այդ կերակրատեսակը, որ հարիչով դնում են, հարում, այդ Իմ կարծիքով պետք է ձեռքը աշխատի, այո, որպեսզի մատներից փոխանցվի այն ջերմությունը։ մի քիչ աղ պիտի ավելացնենք, չէ։ Հա, մի փոքր աղ ավելացնենք։ Լոտուս ապրանքանիշի աղը մեզ օգնության եկավ։ Եվ ընտրենք նաև վերցնենք նաև մատուցվող ափսեների համար։ Գույնն էլ է գեղեցիկ։ Տեղափոխենք մատուցվող ափսեի մեջ եւ կենտրոնում դնենք սոխառացը։ Տարբեր գույները առկա են, մթերքը կա իր որոշակի տեսքով։ Ցանկալի է յուրաքանչյուր կերակուր պատրաստելիս մենք օրինակ ոնց ենք պատրաստվում տալիս դուրս գալիս, որ մի քանի գույն պետք է պարտադիր մեզ վրա առկա լինի։ Նույն ձև էլ վերաբերվենք կերակուրի հետ։ Հարդարենք։ Հարդարենք այն, ցանկալի է գոնե մի 3 գույն ունենա կերակուրը։ Լինում է հաճախ, որ միագույն են հագնվում, դա էլ է գեղեցիկ։ Այո։ Բայց դա մեծամասնությունը գունային փախ սիրում է։ Եվ ինչ-որ մի կանաչ բան կենտրոնում։ Դդմաճաշ, կերակուր, որը օգտագործել կարելի է պահքի ժամանակաշրջանում, բայց նաև սովորական մեր կերակրացանկում կարող ենք ներգրավել, շատ հիանալի, ապրես դու, ինչ կցանկանաս, այ մեր հեռուստատողները միշտ ուզում են, որ մենք այնուամենայնիվ մեր խորհուրդներով ուղղորդենք կամ նշենք, թե ոնց սնվեն, ինչ անեն եւ ինչը գնահատեն։
Կարծում եմ յուրաքանչյուր ոք պատասխանատու է հենց ինքը իր առողջության համար, դրա համար խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուրս սնվենք այնպես, ինչպես որ կցանկանայինք, որ սնվեին մեր սիրելիները, մեր հարազատները, որին ցանկանում ենք առողջություն միշտ տեսնելիս, իզուր չէ, որ ամեն անգամ առողջություն ենք մաղթում եւ երկար տարիների կյանք, որը մեկը մյուսի հետ իրականում կապ ունի։ Երկար տարիների կյանք լավ սնվելուց է առաջանում, այնպես որ հարգելի հեռուստադիտողներ, ճիշտ սնվեք, ճանաչեք ձեր օրգանիզմը եւ ամեն ինչ լավ կլինի։ Հիանալի, ես ավելացնեմ, որ յուրաքանչյուր անգամ խոհարարը կերակուր պատրաստելիս պիտի պատրաստի եւ իր մտքի մեջ ունեն, որ դա պատրաստում է իր միակի համար։ Այո։ Հարդարած, գեղեցիկ, այնպես ինչպես պատրաստեց Աննան։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից, ձեր կողմից ուզում շնորհակալություն հայտնել Աննային։ Ցանկանանք, որ նա շարունակի արարել, ստեղծել եւ շարունակի յուրաքանչյուր կերակուր հարդարի եւ գեղեցկացնի, որովհետեւ այնուամենայնիվ ոչ միայն համեղ կերակրատեսակը, այլ նաեւ գեղեցկությունն է, որ փրկելու է աշխարհը։ Շնորհակալություն, ապրես։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Դդմաճար 4 անձի համար։ Դդում 400 գրամ, սալորաչիր 120 գրամ, գազար 240 գրամ, գլուխ սող 160 գրամ, յուղ 120 գրամ։ Բանջարեղենային աղցան։ Գունավոր պղպեղ 80 գրամ, հազար 100 գրամ, լոլիկ 40 գրամ, սունկ 40 գրամ, քունջուտ 2 գրամ, կիտրոն կես հատ, ձիթապտղի ձեթ, աղ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք չմոռանանք, որ ազգային արժեքների պահպանման գործում նախ եւ առաջ մենք մեծ գործ ունենք, մենք ինքներս եւ ուրիշից բողոքելու որևէ իրավունք չունենք, եթե մենք անտեսում ենք մեր ազգային արժեքները։ Կերակրատեսակը կարելի է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ եւ պահպանման ժամկետ 5 րոպե, կարող ենք նաեւ այս կերակրատեսակը սառը օգտագործել, եթե ունենք դրա այսինքն ցանկանում ենք, որովհետեւ իրականում յուղ չկա կենթանական եւ բանջարեղեններ են։ Իսկ մեր հորդորը եւ մեր գնահատական ազգային խոհանոցին կայանում է նրանում, որ այս ազգային կերակրատեսակները եւ ավելին ճաշակելու համար մեր հասցեն անփոփոխ է Մեգերյան կարպետ ընկերություն Մադոյան 9։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ստեսություն բարեկամներ։